Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, որ մկանային աճի համար ամենակարևոր բանը այդ սնունդն է, սխալ են։ Բնական կերպով մարզվող մարդու համար, այսինքն այն մարդու, ով ստերոիդներ չի օգտագործում, մկանային աճի ստիմուլը գալիս է մենակ մարզումներից։ Եթե ավելի կոնկրետ, մկանային աճի ստիմուլը գալիս է մկանաթելի դանդաղ կծկման արագությունից, իսկ սնունդը ուղղակի մեզ տրամադրում է ռեսուրսներ, որպեսզի այս ստիմուլը մաքսիմալ ռեալիզացնենք։ Օրինակ, սպիտակուցը մեզ տրամադրում է ռեսուրս, որը օգտագործվում է նոր մկանային սպիտակուցներ սինթեզելու համար, աստղաջրերը մեր համար էներգիա են, որպեսզի մենք ավելի լավ մարզվենք ու ավելի լավ աճի ստիմուլ հաղորդենք մեր մկաններին, իսկ ճարպերը օգտագործվում են առողջ հորմոնալ արտադրության համար, որոնք էլ իրանց հերթին էլի կարևորություն ունեն մկանների աճի համար։ Բայց կարևոր է հասկանալ, որ սնունդը ինքը իրանով աճի ստիմուլ չի հաղորդում։ Ու մենք ես գիտենք, որտեղ հետազոտություններ կան, որտեղ համեմատում են չմարզվող մարդկանց, ովքեր շատ սպիտակուց են ուտում ու քիչ սպիտակուց են ուտում, ու այս երկու խումբն էլ մարդկանց լրիվ հավասար մկանային մասսա են կորցնում։ Ու մենք նաև գիտենք, որ ինչ-որ կետից սկսած ավել սպիտակուց ուտելը չի օգնելու ավելի շատ մկան աճացնել, ինչը եւս մեկ նշան է, որ սպիտակուցը ինքը իրանով կամ սնունդը ինքը իրանով մկանային աճի ստիմուլ չի հաղորդում։ Այս ամեն ինչը լավ պատկերացնելու համար ինձ թվում է շատ լավ անալոգիա է շինարարությունը։ Պատկերացրեք ինչ-որ շինարարական բրիգադ կա, որը պետքա տուն կառուցի, ու այս բրիգադին գումար տալը այդ ոնց որ մկանային աճի ստիմուլը, որը դու ստանում ես մարզումներից։ Այսինքն եթե իրանց չվճարես իրանց աշխատանքի համար, իրանք ոչ մի բան չեն անելու։ Բայց նույնիսկ եթե իրանց շատ վճարես, ինչ որ կետից սկսած ավել գումար տալը իրանց աշխատանքը չի արագացնելու, որովհետև ֆիզիկապես անհնար ավելի արագ աշխատել։ Մկանային աճի ստիմուլը մարզումներից նույն ձև է աշխատում, որովհետև ինչ որ կետից սկսած ավել վարժություններ կամ ավել մոտեցումներ անելը գրեթե ոչ մի էֆեկտ չի ունենում մկանային աճի վրա։ Իսկ սնունդից ստացած սպիտակուցը այդ ոնց որ այն մատերիալները, որը որ տրամադրում ես այս բրիգադին։ Մեզ ուղղակի պետքա բավարար քանակի մատերիալ, որպեսզի այս շինարարությունը տեղի ունենա, բայց ինչ որ կետից սկսած ավել մատերիալը, որը չի կարող օգտագործվի ոչ մի բանի համար, ոչ մի օգուտ չի ունենալու։